Ղազարյանը հարցում է, համեցեք։ Ուրեմն շատ կարճ տամ առանց ենել կարծում եմ այսօր շատ հոգնեցիկ էստեղ, բայց տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում ռուսական կողմից, որ երկաթուղին Հայաստանում, այդ թվում ակնարկելով, որ թրիպ ուղով անցնող երկաթուղին չի կարող կառավարվել, կառուցվել առանց Ռուսաստանի համաձայն, ավելի ճիշտ ռուսական երկաթուղու Հայաստանի հետ կառավարող հարավկովկասյան երկաթուղու։ Այս մասին ռուսական կողմի հետ իրական քննարկում եղել է, թե դա այտենց անհատների կարծիք է, որ հնչում է։ Երկրորդ, մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, եկավ 2 օր առաջ տարածվեց, որ նույն ռուսական երկաթուղին արդեն բանակցություններ է սկսել ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո, որ իր տարածքը բացում է դեպի Հայաստան մտնող բեռների համար։ Այս համատեքստում Հայաստան պետությունը Ռուսաստան պետության հետ քննարկում ունեցել է, թե ուղղակի այսպես թողել ենք ռուսական այդ հարավկովկասյան երկաթուղու տնօրինմանը այդ հարցը եւ մի հարց էլ, որ այդ տարաչուր ընկալումները, մեկնաբանումներին վերջ տանք, ես ուզում եմ այսպես հարցնեմ, դուք պատասխանեք, հնարավոր է թրիպ ուղու գործարկումը, եթե այն Նախիջևանից չի շարունակվելու մինչև Գյումրի, ապա Կարս կամ Թբիլիսի։ Համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Ազյան, էլի վերջից սկսեմ, առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում թրիփուղին ուղղակի իմաստը կորցնում է, այսինքն եթե Նախիջևանով չի, եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, ընդ որում երկաթուղու, որտեվ չգիտեմ, կարող է էլեկտրական հոսանքի լարի մասին է խոսքը, որ ուրիշ տեղով է։ Եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան եւ չի շարունակվում Նախիջևանով եւ երասխով չի մտնում նորից Հայաստան, հասնում ինչ որ միտեղ, իսկ իրականում նաեւ ձեր ասացի հետ եմ համաձայն Գյումրի Կարսի մասը, ապա իմաստ չունի։ Լավ, ինչ ենք քննարկում, այսինքն ոնց եք պատկերացնում, այն կտորը լինի, հասկանում եմ այդ բաների, այդ շարքումների տակ էլ ինչ կա, իբրև թե Ադրբեջանը կսկսի այդ կտորը օգտագործել եւ հետո մեզ չի տա հնարավորություն, որպեսզի մնացած այս ամբողջը հիմնված է փող շահավետության վրա, այս ամբողջ ունի մի երաշխիք, մի մեխանիզմ, որը հնարավոր է դարձնելու եւ այդ մի երաշխիքը փող շահավետությունն է, մեզ էլ է պետք որ տենցնի, իրանց էլ է պետք, եթե հիմա իրանք չտվեցին այն կտորը, չաշխատեց այն մյուս կտորի իմաստը չկա ուղղակի, նաեւ հասկանում եմ որոշ օբյեկտիվ մտահոգություններ, վախեր կան երևի անցած տարիների դառը պատմությունից կամ ինչից ընդհանուր առմամբ, բայց այդ դառը պատմությունն էլ ախր մեր ընկալումների եւ այլնի հետևանքերի հիմա նույն փիլիսոփայելու բանը չգնանք, հա, դրա համար մի առանձին քննարկում կա։ Հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիոն կառավարման են հանձնված արկա երկաթուղային ենթակառուցվածքները։ Արկա։ Ինչ են սխալ ասում։ Պարոն Սուքասյան, եթե կարելի է այս ավարտեմ, էլի, այսինքն այն ինչ որ կա երկաթուղային ենթակառուցված եւ գործում է, ես մեծ այս կոնտեքստում բան չեմ տարբերություն չեմ, դա տրված է կոնցեսիոն կառավարման, այն ինչ մենք քիչ առաջ քննարկում ենք, չկա, հետեւաբար եթե մի բան չկա, ոնց կարա տրված լինի տարիներ առաջ եղած կոնցեսիոն պայմանագրով։ Այո, այս մասին մեր դիրքորոշումը ռուսական կողմին հայտնվել է, միևնույն ժամանակ նույն ռուսական կողմի հետ քննարկվել են եւ դեռ կքննարկվեն, առիթներ կլինեն համագործակցության շատ հետաքրքիր նոր մեխանիզմներ ուղղություններ եւ այլն։ Շնորհակալ։ Ավարտեցիք, որը իրանց եւս իրանց ձեռք է տալիս։ Ես այս թեմայով շատ կարճ մի բան ասեմ, նախաստորագրման հենց հաջորդ պահին ինչի է այս թեման կա, տպավորությունը, անհանգստությունները, որովհետև որոշ վերլուծաբաններ
որոնք շատ հաճախ նաև տխրահարճակ մտքեր են արտահայտում, ստորագրման հաջորդ իսկ պահին սկսեցին գրել, որ մենք կորցնում ենք Սյունիքը։ Օրինակ կար մի վերլուծաբան, որը այդպիսի միտք էր գրել, ինքը հիմնականում այդպես տխրահարճակ մտքեր արտահայտում եւ ամբողջ մամուլը որպես դարի ամենակարևորագույն իրադարձություն սկսեց տարածել այդ միտքը եւ օրինակ ինձ էլ եղել է որ քաղաքացիները նման հարցեր են տվել իհարկե սա անհեթեթություններ են եւ այս գործընթացի ամենամեծ շահառուն եւ այդպես խոսակցական լեզվով ասած ամենաշատը սա ձեռք է տալիս մեզ Հայաստանի Հանրապետությանը մենք պետք է սրա մասին խոսանք շնորհակալություն արձագանք ունեք շատ կարճ էլի փորձում եմ հնարավորին չափ կարճ շարունակելով նույն հարցը սկզբից առաջին երկու նիստերում ասմամրցույթը շատ էր հարցի հնարավորություն չկար հիմա Թուրքիայի հետ քննարկվել է Գյումրի Կարս երկաթուղու հնարավոր գործարկումը պայմանները թե դեռ շատ շուտ է դրան Շնորհակալ եմ շուտ չի քննարկվել է քննարկվում է եւ կքննարկվի վստահաբար առաջիկայում նույնիսկ կարող եմ այս ամենին իմ անձնական կարծիքն էլ ավելացնել ես շատ լավատես եմ որ այդ կտորները եւս ապաշրջափակվեն եւ մենք ավելի մեծ նույնիսկ ոչ թե տարածաշրջանային կամ նույնիսկ միջ տարածաշրջանային կամ մեգա տարածաշրջանային ինչ որ նախագծերի իրականացում կունենանք շնորհակալություն Շնորհակալություն այլ հարցեր եթե չկան պարոն Միրզյան շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր զեկույցի եւ հարցերին պատասխանելու համար եւ հրավիրենք էկոնոմիկայի նախարար պարոն Պապայանին Համեցեք պարոն նախարար Շնորհակալություն Այո Շատ Համեցեք Այդ դեպքում փորձեմ շատ կարճ նախ նշեմ որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում 24 եւ 25 թվականների որովհետեւ 20